Ինչ-որ նկարիր ստե, ով հրապարակի է դեի, իրա բերանը Գյումրիի ընտրական գիշերվա հայհոյախոս հերոսը ԿՊԱ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը չի հասկանում, թե ինչու պետք է ներողություն խնդրի իր պահվածքի համար։ Ուղղակի ուզում հասկանամ ձեր ձևակերպումների կոնտեքստում, ձեր տված հարցերի կոնտեքստում։ Նավակ Ճոճող անունով հայտնի ԿՊԱ-կանը քվեարկությունից հետո ՔՊ գրասենյակի մոտակայքում հարբած հայհոյել է Եվրոմեդիա 24 հեռուստաընկերության լրագրող Կոյրուն Սիմոնյանին, երբ նա ցանկացել է պատգամավորից մեկնաբանություն ստանալ ընտրությունների ընթացքի վերաբերյալ։ Այսպես միկրոֆոնի մոտ եմ։ Գյումրիում ակնօր կտրած ԿՊԱ-կանը այսօր խորհրդարանում սակավախոս է, չի մեկնաբանում նաև անցած գիշեր արած իր քաղաքական աղմկոտ հայտարարությունը։ Գյումրիում լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստվում է իր խայտառակ տգեղ պահվածքից հետո վայր դնել մանդատը, Գաբրիելյանը պատասխանել էր. 2026-ին իշխանությունը փոխվելու է, խի եմ ես մանդատս վայր դնում։ Ինչպես եք դա հիմնավորում, պարոն Գաբրիելյան, ընտրությունների հետ կապված։ Ընտրարշավի ընթացքում ԿՊԱ-ականները, որտեղ նստում վեր էին կենում, միաբերան վստահեցնում էին, թե շռնդալից հաղթանակ են տանելու Գյումրիում։ ԿՊ-ն մեծամասնություն է ունենալու ավագանիում, սակայն քվեատուփի մոտ գյումրեցիները մերժեցին իշխող ուժին, ավելի շատ ձայներ տալով ընդդիմությանը։ Սկզբում ասում էին 50 գումարած մեկ հաղթելու եք, այսպես ասած, ինչ հիմնավորման էին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ անում է իր կանխատեսումները եւ հետո մենք գնահատում ենք արդյունքը։ Արդյունքը այնպեսին է, ինչպեսին որ կա։ Գյումրիի ընտրությունը կարևոր թեստ էր իշխող ուժի վարկանիշի համար, անգամ վարչական ռեսուրսի գործադրմամբ ԿՊ-ն չկարողացավ միանձնյա ստանձնել հանրապետության երկրորդ քաղաքի կառավարումը, նկատում են փորձագետները։ Գահավիժող այս վարկանիշով իշխանությունը կհամարձակվի սահմանադրական հանրաքվե անել, որ կատարի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջը։ Հանրաքվե միշտ կարող է իրականացվել եւ հանրաքվեն որևէ իշխող ուժի, այսպես ասած, ցանկությունը չէ դրա արդյունքը թե ինչ կլինի, հա, ժողովուրդն է որոշողը պարտադիր եւ հետեւաբար ցանկացած իշխանություն, որը միտված է, որ ժողովուրդը որոշի թե ինչ պետք է լինի, կարծում եմ որևէ խնդիր չունի իշխանությունը։ Եթե Փաշինյանի թիմը հաղթեր Գյումրիում եւ Փարաքարում, դա իր համար հզոր հաղթաթուղթ կլիներ ոչ միայն սահմանադրական հանրաքվեի, նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար։ Ասում է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով Փաշինյանի համար հաղթանակը շատ կարևոր էր լինելու նաեւ Ալիևի հետ բանակցություններում, հասկացնելու, որ ինքը հեղինակություն ունի եւ իր հետ պետք է ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանը հասկանում է, չէ՞, Նիկոլ Փաշինյանը հավերժ չէ, հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը վարկը նվազում է եւ դրա համար ինքը ճնշումը բարձրացնել է, մեծացնել է Նիկոլ Փաշինյանի վրա եւ ինչ որ մենք տեսնում ենք խնացախում, դրա ամենապարզ ապացույցն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, կրկնում եմ, վստահ լիներ, որ ինքը կհաղթեր Գյումրիում եւ Փարաքարում, կամ եթե հաղթեր Գյումրիում եւ Փարաքարում, հաջորդ օրը ինքը կխոսեր արտահերթ ընտրությունների մասին, ինչպես եղավ 18 թվականին Երևանի ընտրություններից հետո եւ կխոսեր սահմանադրական հանրաքվեի մասին, բայց այս հաղթանակը Գյումրիում եւ Փարաքարում ուղղակի սառը ցնցուղ էր Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի համար։ Ընտրական սառը ցնցուղից հետո ԿՊԱ-ականները աջ ու ձախ շեշտում են, թե 50+1% քվե չունեն, բայց դե ամենաշատ ձայներն իրենք են հավաքել։ Ժողովրդական լեզվով ասած կսկծու փառք Աստծո։ Նիկոլ Փաշինյանը պարտվեց Գյումրիում, Նիկոլ Փաշինյանը պարտվեց Փարաքարում։ Հիմա իրենք փորձում են այս պարտությունը գեղեցկացնել։ Առաջինը ինչ են ասում են ժողովրդի կամքը մեզ համար անբեկանելի է, սրբությունը եւ այլն, եթե այդպես էր, ինչու են իրենք բոլոր հնարավոր եւ անհնար լծակները, ճնշման միջոցները կիրառում Գյումրիում, իրենց տեխնացուի օգտին ձայներ կորզելու համար։ Նրանք դուրս են եկել։ Խաչատրյանը վստահ է, Փաշինյանը նախապես զգացել է, որ պարտվելու է Գյումրիի ընտրություններում եւ հենց այդ պատճառով էլ չի մասնակցել իր տեխնացուի Սարիկ Մինասյանի ամփոփիչ հանրահավաքին։ Երկրորդ էշելոնի ԿՊԱ-ականների ուսերին է մնալու պարտության բեռը, ասում է ընդդիմադիր պատգամավորը։ Փաշինյանը չէր կարող այս առիթը բաց թողնել։ Ինքը ինչ կասեց, սկսվեց Գյումրիում, ահա եւ Գյումրիում մենք վերահաստատում ենք, որ հավատարիմ ենք ֆլան-ֆստան եւ արիշտե ականջներին։ Բայց ինքը գիտեր, որ ձախողվելու է եւ դրա համար շարից փորձանքից հեռու մնաց Երևանում, բեռը դրեց իր կուսակիցների ուսերին։
Խաչատրյանը չի բացառում իշխանական ռեպրեսիվ մեքենայի գործարկումը հետընտրական շրջանում։ Ըստ նրա, կյանքը ցույց է տվել, ՔՊ-ն անհաշտ է, երբ այս կամ այն համայնքում իշխանությունը անցնում է ընդդիմադիր հայացքներով որևէ մեկի ձեռքը։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուր։